ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Վաշինգտոնն ու Թեհրանը բարձրացնում են խաղադրույքը, Թրամփը սպառնում է նոր հարվածներով, Իրանը խոստանում 1 լիտր նավթ դուրս չի գա Մերձավոր Արևելքից։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և նավթ, աշխարհաքաղաքական նոր հաշվարկներ։ Պուտինի հետ զրուցելուց հետո Թրամփը որոշել է թույլատնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Ադրբեջանը նոր դիրքային փոփոխություններ և ամրաշինական աշխատանքներ է իրականացրել, Միասնության թևերը դիմել է Պաշտպանության նախարարությանը։ Սոտքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության և դիտարկման տակ։ Հայտնի է, ում ինքնաձիգով են սպանել Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին, նրա արյունոտ հագուստներն են ցույց տվել դատարանում, քննիչը բացառիկ տեսանյութ է հրապարակել։ Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանքի առաջադրվել Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա։ Մերձավոր Արևելքում դարձյալ մրցում են սպառնալիքները։ Պենտագոնի ղեկավար Հեքսեթը սպառնացել է, որ այսօր Իրանի վրա հարվածների ամենաինտենսիվ օրն է լինելու։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի խաթարել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, Վաշինգտոնը կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ, քան մինչ այժմ։ Թրամփի խոսքերը հնչում են այն պահին, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես իր հերթին զգուշացնում է, եթե ամերիկա-իսրայելական գործողությունները շարունակվեն, Մերձավոր Արևելքից 1 լիտր նավթ անգամ դուրս չի գա։ Այս սպառնալիքների ֆոնին Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ փակ, իսկ դա նշանակում է, որ աշխարհին մատակարարվող նավթի մոտ 5-րդ մասը, մոտ 20%-ը շարունակում է կանգնած մնալ այս ջրանցքում։ Եվ մինչ կողմերը հաշվարկում են, թե ով որքան ուժեղ կհարվածի, համաշխարհային շուկաները փորձում են հասկանալ, երբ կրկին կհոսի նավթը։ Աշխարհաքաղաքական այս լարվածության պայմաններում էներգակիրների շուկան դարձել է մեծ ուժերի մրցակցության գլխավոր գործիքներից մեկը։ Նավթի գինը աշխարհում հաճախ որոշվում է ոչ թե շուկայում, այլ հենց քաղաքական կուլիսներում։ Երբ մեծ տերությունները փորձում են վերահսկել էներգակիրների շուկան, մեկ հայտարարությունը կամ նույնիսկ մեկ հեռախոսազանգը կարող է ազդել ոչ միայն նավթի գնի, այլև միջազգային հարաբերությունների վրա։ Նավթի գնի շուրջ հերթական ազդակն այս անգամ գալիս է Վաշինգտոնից։ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո որոշել է մեղմել պատժամիջոցները։ Տնտեսական որոշում է, թե մեծ երկրների միջև նոր քաղաքական հաշվարկի սկիզբ, Սվետլանա Պետրոսյանն է ներկայացնում։ Նավթի գնի շուրջ աշխարհաքաղաքական խաղը նոր փուլ է մտնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով Վաշինգտոնը կարող է չեղյալ հայտարարել որոշ պատժամիջոցներ։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով զրուցելուց հետո։ Ավելին, Թրամփը չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ կարող են չվերականգնվել։ Ով գիտի, գուցե կարիք չլինի դրանք նորից սահմանել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով 2022 թվականից սկսած արևմտյան երկրները Ռուսաստանի նավթագազային ոլորտի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառել, որոնք զգալի ազդեցություն են ունեցել արտահանման ծավալների վրա։ Վերջին սահմանափակումները նույնիսկ ավելի խիստ են եղել։ Եվրոպան ընդհանրապես հրաժարվել ռուսական նավթից, ինչպես նաև ասիական երկրները պետք է զգալի կրճատեին գնումները Ռուսաստանից, կամ նաև ռուսական նավթի համար նախատեսվում էր այսպես վերին առաստաղ $60 շրջանակում, այսինքն իրավունք ունեի $60 ավել վճարել ռուսական նավթի համար մեկ բարելի հաշվով։ Տնտեսագետը նաև ընդգծել է, որ համաշխարհային շուկայում տատանումների, Իրանի շուրջ լարվածության և Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով Ռուսաստանը շարունակում է մնալ նավթագազային ոլորտի կարևոր խաղացող։ Արևմուտքը հատկապես մեծ պահանջարկ և կարիք ունի ռուսական նավթի և գազի, և նրանք ստիպված են այդ քայլի գնալ, հաշվի առնելով այն, որ հակառակ դեպքում իրենց մոտ կունենան կտրուկ գների աճ, և արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ գալոն բենզինը թանկացել է մոտավորապես $0.5 չափով կամ մոտ 15%-ի չափով, որը ոչ միայն ներքին խնդիրներ կարող է առաջացնել, այլև արտաքին։ Պարսյանը նշում է, որ այս իրավիճակում Ռուսաստանը շահում է, իսկ նոյեմբերին սպասվող ընտրությունների ֆոնին Ամերիկայի նախագահը փորձում է իջեցնել նավթի և գազի գները, որպեսզի մեղմի հասարակության դժգոհությունը և ընտրությունում ուժեղ դիրքեր ունենա։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ ընդգծում է, որ պատժամիջոցների թուլացումը անհրաժեշտ է նաև էներգետիկ շուկայում խոշոր ճգնաժամից խուսափելու համար, քանի որ Մերձավոր Արևելքում այս պահին արդյունաբերությունը գրեթե կանգնած է, իսկ լիարժեք վերականգնումը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Ռուսաստանը դիտվում է շուկայում հարաբերական թեկուզ կայունություն ապահովելու միջոց, հաշվի առնելով Ռուսաստանի նավթագազային ռեսուրսները։ Մենք թերևս պետք է արձանագրենք նաև, որ գործ ունենք երկու միջուկային գերտերությունների հետ, գործ ունենք աշխարհաքաղաքական մի իրավիճակի հետ, որտեղ փաստացի կարմիր գծերը ջնջվում են գործնականում եւ միակ գործուն կարմիր գիծ մնում է հենց միջուկային բաղադրիչը եւ հասկանալի է, որ այս պայմաններում միջուկային գերտերությունների առավել եւս մյուսների հանդեպ անհամեմատ ավելի մեծ եւ ավելի սարսափելի միջուկային պոտենցիալ ունեցող տերությունների միջև երկխոսությունը ոչ միայն տրամաբանական է թվում, այլ նաեւ անխուսափելի։ Բադալյանը ընդգծել է, նման հայտարարությունները հաճախ ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Թրամփի խոսքերը կարող են դիտարկվել որպես Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք կամ այդ գործընթացի մաս։ Հատկանշական է, որ երբ նավթի գները դեռ չէին հասել $100 սահմանին, ռուս-ամերիկյան բանակցային գործընթացում Պուտինի հատուկ բանագնաց ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարեց, որ նավթի գինը անպայման կհատի $100 եւ հենց այդ ժամանակ խոսեց այն մասին, որ նահանգների հետ քննարկում են նավթի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թույլատնելու հարցը։ Կրկնեմ, սա այն ժամանակ էր, երբ նավթը դեռ չէր հասել $100-ին։ Ռուսաստանն իր հերթին նախորդ տարի Իրանի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության լայնածավալ պայմանագիր, որը ընդգրկում է նաև միջուկային խաղաղ ծրագրի եւ պաշտպանական ոլորտի գործակցություն։ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ պայմանագրի հանգամանքը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի առումով եւ նույնը նաեւ չի կարող անտեսել Միացյալ Նահանգները, որքան էլ Թրամփը այդպես փորձում է ներկայանալ աշխարհակալի տեսքով նաեւ այս պատերազմում եւ հետեւաբար կրկնեմ, այդ հանգամանքը ու միջուկային կայսրություն լինելու հանգամանքը ստիպում է բնականաբար վարել երկխոսություն։ Բադալյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակվել է տարբեր փուլերով։ Օրինակ, Ալյասկայում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ որոշ դեպքերում Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների վերանայումը։ Այս հանգամանքի օգտին է խոսում այն, որ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացը հենց տնտեսական ոլորտի ներկայացուցիչ է։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ըստ Բադալյանի բացել է նոր շերտեր։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող են տարբեր հարցերում ունենալ հակադիր դիրքեր, սակայն միևնույն ժամանակ պահպանել որոշակի պայմանավորվածություններ։ Բադալյանի խոսքով Վաշինգտոնի եւ Մոսկվայի քննարկումները հիմնականում ընթանում են փաթեթային տրամաբանությամբ, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ միջազգային էներգետիկ շուկայի իրավիճակը, երկկողմ հարաբերությունների ընթացքը եւ Իրանի դերակատարությունը տարածաշրջանում։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Ռուսաստանին կհաջողվի արդյոք վերահսկել տարածաշրջանային էներգետիկ ու քաղաքական հավասարակշռությունը։ Ռուսաստանի դերը կարող է լինել վճռորոշ, կկարողանա նա միջնորդ դառնալ եւ ամենակարևորը որն է Ռուսաստանի իրական շահը այս միջնորդության մեջ։ Ում կհաջողվի կանգնեցնել այս պատերազմը, Սեդակ Յուրեղյանն է ներկայացնում։ Ավելի կարևոր է, որ Մոսկվան ոչ թե իրանական հակամարտությամբ զբաղվի, այլ ուկրաինական։ Այսպես է արձագանքել Թրամփը Պուտինին 3 ամսվա դադարից հետո ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Գոլեգաների 11-րդ հեռախոսազանգի հիմնական թեման Միացյալ Նահանգներ, Իսրայել-Իրան հակամարտությունն էր։ Ռուսաստանը փորձում է միջնորդ դառնալ Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորման գործում։ Ռուսաստանը լավ կապեր ունի երկուստեք, նույնիսկ Իսրայելի հետ ինքը Պուտինը ունի բավականին նորմալ փոխհարաբերություններ։ Ես կարծում եմ հարմարագույնը Ռուսաստանի դաշնությունն է հանձինս նախագահի Պուտինի։ Բայց ինչ շահ ունի Ռուսաստանն այս պատերազմում միջնորդ հանդիսանալու համար։ Ի վերջո Իրանում պատերազմի ֆոնին է Թրամփի վարչակազմը քննարկում մեղմել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։ Հակամարտության կարգավորումը պարզվում է շատ ավելի կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան թվում է առաջին հայացքից։ Տնտեսական առումով իհարկե Ռուսաստանի հետ
ձեռնտու էր այս պատերազմը կարճաժամկետ առումով, բայց երկարաժամկետ առումով Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ եթե Իրանը պարտվեր այս պատերազմում, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամբողջովին շրջափակված վիճակում է հայտնվում, իսկ Ռուսաստանի համար շատ կարեւոր է ցույցից հարավ ճանապարհը եւ Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկական օվկիանոս։ Միջնորդի դերում վատ թեկնածուներ չեն նաև Չինաստանն ու Հնդկաստանը, պնդում է իրանագետը։ Բայց Պուտինն արդեն հասցրել է Թրամփին ուղարկել առաջարկների փաթեթ, ինչպես քաղաքագետն է ասում, բոլոր կողմերին գոհացնելու համար։ Փաթեթի բովանդակությունը դեռ հայտնի չէ, սակայն Իրանի պահանջներն են հրապարակային՝ վնասի հատուցում, սանկցիաների վերացում, մնայուն խաղաղություն։ Այդ մնայուն խաղաղություն հասկացությունը ես ենթադրում եմ պիտի միջազգային գարանտներով լինի, այսինքն երաշխիքներ լինի այդ մնայուն խաղաղության համար։ Թե ինչ երաշխիքներ են միջազգայինորեն, դրանք չգիտեմ, բայց իրենք շեշտում են այդ մնայուն խաղաղության հարցը, որ չպիտի այլևս պատերազմի ԱՄՆ-ն եւ Իսրայելը չպիտի միասին կամ առանձնաբար պատերազմեն Իրանի դեմ։ Վաշինգտոնը երկարատև խաղաղություն կպահպանի, թե ոչ, հարցը միանշանակ պատասխան չունի, բայց այս փուլում հստակ է մեկ բան՝ Միացյալ Նահանգներն ինքն է խաղաղություն ցանկանում, ընդգծում է իրանագետը։ Թրամփի եւ նրա վարչակազմի իմիջն է տուժել։ Իսրայելի նկատմամբ պատերությունն էլ ավելի մեծ թափ է առել աշխարհում։ Այս զարգացումների ֆոնին ծոցի երկրները, որոնք վստահում էին Միացյալ Նահանգներին, Դանիելյանի պնդմամբ մեծ հավանականությամբ փոխելու են իրենց քաղաքական դիրքորոշումը։ Ծոցի արաբական երկրները հասկացան, որ Միացյալ Նահանգները իրենց չեն կարող պաշտպանել, իրենք դա չկարողացան անել, եւ իրենք պետք է արդեն նոր հարաբերություններ ստեղծեն երևի առաջերտին Չինաստանի հետ, նաեւ Իրանի հետ։ Եվ իմիջային առումով եւ տնտեսական առումով Միացյալ Նահանգները պարտության ենթարկվեցին։ Կարգավորման գործընթացն ըստ քաղաքագետի երկար չի ձգվի, առավելագույնը 1 ամիս։ Իրանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թեհրանը չի պատրաստվում գնալ կապիտուլյացիայի։ Միևնույն ժամանակ նրա գնահատմամբ հակամարտության այս փուլում միջուկային զենքի կիրառման հավանականությունը գործնականում բացառված է։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ամենի ֆոնին Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ հրապարակային ելույթ չի ունեցել։ Չի խոսել նաև Միացյալ Նահանգների հետ բանակցելու մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսելու համար։ Արաղչին ամերիկացիների հետ նախկին բանակցությունը որակել է դառը փորձ եւ հայտարարել, որ չի կարծում, թե ԱՄՆ-ի հետ բանակցությունները դարձյալ կլինեն օրակարգում, քանի որ նախորդ բանակցության ընթացքում նրանք խոստացել են չհարձակվել, բայց արել են դա։ Արաղչին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ձախողել են պլան Ան եւ տապալել են իրենց ծրագրերը։ Իսկ ով է Իրանի գլխավոր դիվանագետը, որն այժմ հրաժարվում է բանակցել, բայց եւ երկար տարիներ վարել է Իրանի քաղաքական բանակցությունները, Անի Աբաղյանն է ներկայացնում։ Թեհրանում ծնվել, Բրիտանիայում սովորել, Ֆինլանդիայում եւ Ճապոնիայում դեսպան եղել ու Իրան է վերադարձել։ 64-ամյա Աբբաս Արաղչիի մասին են պատմում, որ Իրանի գլխավոր դիվանագետն է, արտաքին գործերի նախարարը։ Երիտասարդ Արաղչին դեռ 18-ից 19 տարեկանում մասնակցել է Իրաք-Իրանյան պատերազմին, որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամավոր մարտիկ։ Պատերազմի ժամանակ ձեռք է բերել ռազմավարական եւ կազմակերպչական հմտություններ, որոնք հետագայում կիրառել է դիվանագիտական եւ բանակցային գործունեության մեջ։ Պատերազմի ավարտից հետո նախկին մարտիկը դիվանագետ դառնալու ուղին է բռնել։ Սովորել է Իրանի արտգործնախարարությանը կից միջազգային հարաբերությունների դպրոցում։ Այստեղ նա ուսումնասիրել է համաշխարհային քաղաքականության, դիվանագիտության, միջազգային օրենքների եւ միջուկային քաղաքականության հիմնահարցեր։ Արաղչին Իսլամական ազատ համալսարանում քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան է ստացել։ Նրա կենսագրության հետաքրքիր պահերից է Մեծ Բրիտանիայում կրթությունը շարունակելը։ Միացյալ Թագավորության Կենտի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան քաղաքական մտքի պատմություն թեմայով։ Նախկին մարտիկն ու դիվանագետը գործի է անցել Ֆինլանդիայի եւ Ճապոնիայի դեսպան, Իրանի արտգործնախարարության խոսնակ, փոխարտգործնախարար, միջուկային բանակցությունների գլխավոր ներկայացուցիչ։
Արարչին Իրանի միջուկային ծրագրի հիմնական ճարտարապետներից է։ Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելու եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար 2015 թվականին ստորագրված համաձայնագրի բանակցությունների գլխավոր մասնակիցներից է գործող նախարարը։ Նա տիրապետում է նաև արաբերենին ու անգլերենին։ Սա Արարչիին դարձնում է կենտրոնական եւ վստահելի միջնորդ հատկապես միջուկային եւ անվտանգության այն հարցերում, որտեղ սուբյեկտները պահանջում են դիպլոմատիկ ճշգրտություն ու մշակութային հարմարվողականություն։ Iran has the right to continue nuclear enrichment. 2013-ից 2015 եւ 2020-ին Արարչին միջուկային բանակցությունների Իրանի գլխավոր ներկայացուցիչներ, 2024 թվականից արտաքին գործերի նախարար։ Արարչին ճանաչված է որպես սառնասիրտ ու հաշվարկված բանակցող։ Սա ավելի լավ երևաց, երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջուկային հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին 2020-ականներին։ Նա համարձակ ու հանգիստ ներկայացնում է Իրանի դիրքորոշումը առանց հիստերիայի կամ վախի ցուցադրության։ Փետրվարի 28-ին սկսած պատերազմի մասին մեկնաբանություն տալիս նկատում ենք ժպիտ ու հանգստություն։ Արարչին շարունակում է ներկայացնել Իրանի դիրքորոշումը համաշխարհային դիվանագիտության կենտրոնում, պահպանելով հանգստություն, խելամտություն եւ հստակ ռազմավարություն։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի սահմանային անվտանգության թեման կրկին քննարկման կենտրոնում է։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը պնդում է, որ ադրբեջանական կողմը նոր դիրքեր է կառուցել եւ ամրաշինական աշխատանքներ իրականացրել։ Նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց եւ ադրբեջանցիների առաջխաղացման վերաբերյալ փաստեր ներկայացրել նախարարություն։ Անի Աբաղյանն է ներկա եղել բողոքի ակցիային։ Սոտքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության եւ դիտարկման տակ։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը Պաշտպանության նախարարությանը փոխանցել է փաստաթղթեր Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների եւ ամրացումների վերաբերյալ։ Պատրաստում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրանք հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը։ Մարտի 4-ին նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել ներկայացնելու իրենց հավաքած տվյալները։ Տեղի ունեցել նոր ներխուժումներ եւ Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ։ Ասուլիսի ընթացքում Թաթոյանը ցուցադրել է ադրբեջանական նոր դիրքերի լուսանկարներ, նշելով, որ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքերը գոյություն չեն ունեցել։ Նրա խոսքով արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ դիրքերի կառուցումը տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ը։ Թաթոյանը նաև նշել է, որ տեղանքում կան խոշոր զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր եւ համապատասխան կոմունիկացիաներ։ Թեմային ազգային ժողովում անդրադարձել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ասելով, որ ներկայացված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Հարայ հերոսը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Նախաձեռնության անդամ Նարեկ Պապոյանը սակայն վստահ է, իրենց ներկայացրած տվյալները հնարավոր չէ փաստերով հերքել։ Մենք ունենք փաստեր, մենք ունենք արբանյակային լուսանկարներ, մենք ունենք կոորդինատներ, մենք բոլոր փաստերը ունենք։ Եթե դուք կարող եք ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հանրությանը, մեր հասարակությանը ինչու եք խաբել։ Ադրբեջանը նորից ներխուժել է Հայաստան, նորից անվտանգային խնդիրները առաջացրել Ջերմուկի տարածաշրջանում եւ Վարդենիսի տարածաշրջանում։ Նախաձեռնության անդամ Վարդան Փաշոյանն էլ ասում է, ներկայացվածը միայն արբանյակային լուսանկարների վերլուծություն չէ, այլ փաստահեն ուսումնասիրություն, որը ըստ նրա գերատեսչությունը փորձում է անտեսել։ Նա ընդգծում է, իրենք ոչ միայն խնդիր են բարձրաձայնում, այլ նաև առաջարկում լուծումներ։ Առաջին քայլը, որ պիտի արվի, դա բանակցային սեղան վերադարձնելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը,
որը որ մեզ համար կապահովի նախևառաջ բանակցային շատ մեծ խորք եւ կանգ կառն այս զիջումները, որ տեղի են ունենում կառավարության կողմից։ Նախաձեռնության 3 անդամները փաստաթղթերը հանձնեցին գերատեսչությանը։ Սպասեք շենքի վրա մի պայք։ Ժամանակը գնաց Վատիկանը։ Եկեք ես կոմ Դեռ օրեր առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանն անդրադառնալով առաջ քաշած տեղեկություններին պնդեց. որևէ տեղեկություն հասարակությունից չի թաքցրել իշխող ուժը։ Ուրեր Թաթոյանը, որ մենք այնտեղ էինք ապրում, այդ որ վախվանից է եղել ինքը հայրենիքի մասին մտածող, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Գեղարքունիքի մարզի բնակչի հոգսով ապրող, խնդրում եմ էլի, ասեք թող կպնի իր գործերին կարճ։ Միասնության թևերը փաստեր է ներկայացնում նախարարն ազգային ժողովի ամբիոնից հերքում։ Ինչ արձագանք կտա գերատեսչությունը դիմումին եւ ինչ ժամկետներով։ Փորձեցինք պատասխան ստանալ նախարարի մամուլի քարտուղարից։ Զանգերը անպատասխան մնացին։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Փաշինյանը, որն այս պահին Փարիզում է, մասնակցել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին, հայտարարել, որ Հայաստանը փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման որոշում է կայացրել։ Ըստ Փաշինյանի, այս քայլը հիմք կստեղծի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Մինչ Փարիզում հայտարարվում են ապագայի մեծ ծրագրեր, Հայաստանում փորձում են հասկանալ ինչ եղավ արդեն հայտարարված խոստումների հետ։ Նախընտրական ծրագրերը միշտ լի են մեծ սպասումներով։ Քարոզարշավների ժամանակ հնչող խոստումները սովորաբար կառուցում են ապագայի պատկերը, սակայն տարիներ անց հենց այդ խոստումներն են դառնում չափման միավոր, հասկանալու համար, թե որքանով են դրանք կյանքի կոչվել։ 5 տարի անց ինչ է փոխվել Հայաստանում, դիտենք ռեպորտաժը։ 2021 թվականի նախընտրական շրջանում իշխանությունը ապագայի հանդեպ վստահություններ շնչելու համար բազմաթիվ խոստումներ տվեց։ Եվ ուրեմն ապագա կա ապագա։ Խոստացան ներդրումներ բերել Հայաստան, զարգացնել ռազմարդյունաբերությունը, բարձրացնել ՀՆԱ-ն, աշխատավարձերն ու թոշակները։ Սակայն այս խոստումներից որոշները մնացին թղթի վրա, մյուսները հետաձգվեցին կամ էլ իրականացան խորհրդարանական արդեն հաջորդ ընտրություններին ընդառաջ, ինչպես օրինակ կենսաթոշակների դեպքում։ Ինչ են խոստացել եւ ինչ ունենք այսօր 5 տարի անց։ Ներդրումների ոլորտը։ Խոստացան օտարերկրյա շեշտակի ներդրումներ, նոր գործարաններ, նոր տեխնոլոգիաների հոսք դեպի Հայաստան։ Բայց 2026-ի տվյալներով իրական ներդրումների ծավալը շատ ավելի ցածր է, քան ծրագրերում նշված նպատակները։ Եվ ներդրումային հոսքը, որ իրականացվել է, հիմնականում ծառայությունների ոլորտում է, ոչ թե արդյունաբերության կամ ռազմարդյունաբերության ոլորտում, որն ինչպես իրենք էին նշել, պետք է դառնար տնտեսական նոր ազդակ։ Այդ ներդրումները, որ դեռևս օրինակ 2020 թվականին որոշակի երևում է, դրանք վերաներդրումներ են։ Այսինքն են կոնցեսիոն պայմանագրեր ունեցող կամ ենթակառուցվածքների տեր դարձած օլիգարխիական խմբերը, հիմնական Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ու Գերմանիայից, չէ, դրանք պարտադիր իրենց շահույթը վերաներդրել են ենթադրենք տեխնիկական վերազինման համար, դա դուրս է եկել որպես իբր թե ներդրում։ Իրական դա ներդրում չի, դա ընդհանրապես իրենց օպերացիոն ծախսերը ներդրումների տակ ներկայացնելու ստակ կեղծ օրակարգ է։ Ռազմարդյունաբերության ոլորտում նույնպես խոստումները չիրականացան։ Որոշ ծրագրեր իրականացվեցին մասամբ, բայց մասնագետները պնդում են, որ համակարգային ու լայնածավալ արդյունք չկա։ Հաջորդը ՀՆԱ-ն է 2021-ին խոստացան միջինում 7% տարեկան աճ։ 2022-ից 24 թվականներին միջին աճը մոտ 8.1% է հասնում, բայց ոչ բոլոր տարիները ապահովել են կայուն աճ, իսկ 2024-ին աճը կազմել է մոտ 5.9%։ Մեկ շնչին հատկացվող ՀՆԱ-ի ցուցանիշը 2024-ին հասել է $8,500, բայց այն մեծ մասամբ ծառայությունների ոլորտի հաշվին է, այլ ոչ համապարփակ զարգացման լայն ծրագրերով, ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում էին խոստացել։ Անցած տարվա հունվար եւ 26 թվականի հունվար ամսվա համար ինչ որ նկարել են 350%-ով քիմիական արտադրանքի աճ։ Ակնհայտ է որ նման բան չկա։ Այս բոլոր թվերը ինչ այդ վիճակական ծառայությունն ասում է եւ թերահավատ է եւ ցանկացած այսպես ոչ կողմնակալ աուդիտի դեպքում այդ բոլոր թվերը առնվազն 50%-ով պակաս են լինելու։ Աշխատավարձեր եւ թոշակներ 2021-ի ծրագրով իշխանությունը խոստանում էր զգալի բարձրացում, իսկ թոշակները պետք է աճեին բնականոն տեմպերով։ Իրականությունն այն է, որ թոշակների աճը նկատվել է միայն մոտենալով հաջորդ ընտրություններին 4.5 տարի անց, բայց փորձագետի կարծիքով այստեղ էլ գնաճն ու ապրուստի ծախսերը գրեթե զրոյացնում են աճը։ Իրենց խոստումները, որ
ասում են, որ արենային սպառողական զամբյուղն պետք է հավասար լինի, չէ, ընդհանրենք թոշակը, հիմա մենք կարող ենք հստակ թվականություն անել։ 36,000 դրամ եղել է թոշակը նվազագույն, դրա վրա ավելացել է 10,000 դրամ, դարձավ 46,000։ Եթե քաղաքացիներից 46,000-ը ոչինչի վրա չստացվի, մենք ընդհանրենք անկախի կառույցով զբաղվի, այդտեղ էլ մոտավորապես 9,000 դրամ է ավելանում, 9,200 դրամ։ 46-ին եթե գումարում եք 9,200 դրամ, ստացվում է 55,200 դրամ։ Իսկ պարենային այդ զամբյուղը սպառողական նվազագույն 61,500 դրամ է։ Հարկերի եւ սոցիալական ապահովության ոլորտում եւս տպավորություն է, որ խոստացված փոփոխությունները եւ բարեփոխումները իրականացվել են մասամբ եւ զգալիորեն ուշ։ Հարկերի հավաքագրումը դեռ չի հասել 25% հնայի թիրախին եւ սոցիալական ծառայությունների հզորացում տեղի չի ունեցել այնպես, ինչպես խոստացել էին 2021-ին։ Մասնագետների դիտարկմամբ խոստացվել էր արագ եւ համակարգային զարգացում, իսկ այսօր քաղաքացին տեսնում է դանդաղ, կիսատ, հաճախ առանձին հաջողությունների վրա հիմնված իրականություն։ Հայաստանի քաղաքական կյանքում արդեն ձևավորված մի օրինաչափություն կա։ Ընտրություններին ընդառաջ հանրային նորակարգում հայտնվում են նախկինների վերաբերյալ նոր քրեական գործեր։ Այս անգամ իրավապահների թիրախում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրները։ Ալեքսանդր Սարգսյանի եւ Լևոն Սարգսյանի իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյաններին մեղադրում են առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։ Իսկ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանում ցուցադրել են ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը, նաև Գրիգորյանի արյունոտ հագուստը։ Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդիա Գրիգորյանին, հաշվառված է եղել Արծիվ 1 ջոկատի հաշվեկշռում։ Ի դեպ, սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Բաղդաժան դատարան, ես ունեմ հայտարարություն, անցած դատական նիստին ցանկացած, նստածվեց, որս դատական նիստին պետք է անեմ։ Ուրեմն կլինեմ հակեր շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրացրայնի, բայց հայտարարությունս կանում է նրանում, որ այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ, ասեմ խիլ։ Այս ամենը արել եմ վաղ ելնելով ու չեմ ուզում, այսքան ամիսներ անցել է, չեմ ուզում նախ առաջին այս մեղք տակ մտնեմ, այդ ամիսքի տակ մտնեմ, հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի, բայց ես այս մեղադրանքը չեմ ընդունում, մնացած մանրամասները մյուս դատական նիստերին արդեն կբարձրացնեմ, կասեմ թե ինչի, այստեղ այսքանը չեմ ուզում մանրամասն, չեմ ուզում բարձրացնել։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Կարմիր Մութաֆյանը։